Աստուծո խոսքին քարոզչությունն ու բացատրությունը հիմնված է Եսայա մարգարեության 2-րդ գլխուն առաջին 5 համարներում վրա։ Հութայի և Երուսաղեմի նկատմամբ տրված պատգամը, որ Աստված իմացուց Ամոսի որդիին Եսայիին։ Վերջին օրերը Տերոջը տանը լերը լեռներուն գլխուն վրա պիտի հաստատվի, բլուրներեն վեր պիտի բարձրանա, բոլոր հեթանոսները հեղեղի պես պիտի դիմեն անոր։ Շատ ժողովուրդներ պիտի երթան ու ուսեն. եկեք Եհովային լերը, Հակոբին Աստուծոյն տունը ելլենք, որպեսզի մեզի իր ճամփաները սորվեցնե, ու անոր շավիղներուն մեջ գալենք։ Վասնզի օրենքը Սիոնեն ու Տերոջը խոսքը Երուսաղեմեն պիտի ելլե։ Անիկա հեթանոսներուն մեջ դատաստան պիտի տեսնե, և շատ ժողովուրդներ պիտի հանդիմանե։ Անոնք իրենց սուրերեն խոփեր և իրենց նիզակներեն հոդոցներ պիտի շինեն։ Ազգ ազգի վրա սուր պիտի չվերցնե, և ալ պատերազմ պիտի չսորվին։ Ով Հակոբի տուն, եկեք Տերոջը լույսովը քալենք։ Օրհնյալ ըլլա Տերոջը խոսքը մեր հոգևոր շինության համար։ Փտտածություն, ընկերային անարդարություն, անօրենությունով ծանրացած ժողովուրդ, չարագործությունով լեցուն օրեր։ Ծանոթ իրավիճակներ են, չէ՞։ Արդյոք որ օրերուն մասին են այս նկարագրությունները։ Արդյոք որ օրերուն մասին են այս նկարագրությունները։ Թերևս ոմանք ասեն, մեր ներկա իրավիճակը կնկարագրեն այս նշված խոսքերը։ Երբ Լիբանանը պատերազմի մեջ է, միլիոնավոր մարդիկ դեղահանված են, 2000-ն ավելի զոհված և 7000-ն ավելի վիրավորված են, դակավին ավելի լավ նկարագրություն կրնա ըլլալ այս օրերեն անտին։ Ուրիշներ կարելի ասեն, թե 111 տարի առաջ հայոց ցեղասպանության ժամանակաշրջանը կնկարագրե այս ասվածը։ Հավաքական ցերպակալություններ, աննկարագրելի ոճրագործություն, 1.5 միլիոն հայեր դեղահանված չարթվեցան, և աշխարհ մինչև այսօրս քաղաքական շահերով հետաքրքրված մղված արդարությունն ու ճշմարտությունը կչանա անդեսել և նույնիսկ շատադեն աղավաղել։ Որ օրերուն մասին են այս նկարագրությունները։ Իրականության մեջ այս ասված խոսքերը կախված են այսօրվա գարտացված հատվածին ճիշտ նախորդող գլուխեն։ Եսայա մարգարեության առաջին գլուխեն, որ կներկայացնե ոչ այսօրվա լիբանանյան վիճակը, ոչ 2 տարի առաջվա վիճակը, ոչ 111 տարի առաջվա հայ ազգին իրավիճակը, այլ կներկայացնե 8-րդ դարու Հութայի և Երուսաղեմի վիճակը և Աստծո հանդիմանությունը իր ժողովրդին, մեղքերուն, անօրենության, չարագործության և մարդասպանության։ Եթե մարդկային պատմության սկիզբեն դարբեր հանգրվաններով զանազան ժողովուրդներու հետ և շատադեն ժողովուրդներու պատճառով պատերազմներ և մարդասպանությունը ահռելի փորձառություն եղած են։ Ինչպես մենք իբր Աստծո ժողովուրդը, որ հավաքված ենք այսօր պաշտամունքով ոգեգոճելու մեր ազգին ցեղասպանության հիշատակը, կրնանք քալել այսօր և կրնանք հույսով լեցվիլ վաղվան համար։ Ինչպես։ Շատերու չէ պատասխանը։ Արդեն ինքն Աստված Եսայի գխոսի և 2-րդ գլխուն մեջ մեզի գուտա անվերջ խաղաղության պատգամը։ Անվերջ խաղաղություն, որ վերնակիրն է 2-րդ գլխուն։
Այնքան բացասական իրավիճակին մեջ անverջ խաղաղության մասին Աստված կխոսի Եսայի մարգարեին։ Այո, մարգարեին միջոցով կխոսի Հութայի եւ Երուսաղեմի ժողովրդին եւ այսօր իր խոսքին միջոցով կխոսի նաեւ մեզի հայ ասկին անverջ խաղաղություն։ Մեկը գա որ չուզեր այս իրականությունը ապրիլ, այս իրականությունը վայելել։ Ուրեմն եկեք նայենք այս հատվածին եւ տեսնենք թե արդյոք ինչ են միավորները այս անverջ խաղաղության։ Նախ նկատել։ Սակայն ինչ նկատել։ Հատվածը գսե Աստծո դան լերը քեր իշխան է։ Լերներուն գլխուն վրա պիտի հաստատվի։ Եվ ժողովուրդները հեղեղի պես պիտի թիմեն անոր։ Ինչ է այն լերը, որուն կհուսանք, ուր է այն զորության մարմնացումը, որուն կհավատանք և անոր կհետևինք։ Այստեղ Աստված գսե, որ իմ դանս լերը բոլոր լերներուն վրա պիտի հաստատվի և ժողովուրդները, հետանոսները նույնիսկ հեղեղի պես պիտի թիմեն անոր։ Այստեղ գործածված փայը շատ հետաքրքրական է եւ անշուշտ դիտումնավոր։ Նահարու փայն է, որ ծանոթ է արաբերեն կիցոներուն, նահարու, որ մեկ բարեն եկած է արդյոք, նահր, կեդ։ Նահարու փայը, որ գուկա նահարա արմադեն եւ կնշանակե հոսիլ, կեդի նման, նահր։ Մենք գիտենք չէ, որ ընդանավես ջուրը ինչպես կհոսի, կեդը ինչպես կհոսի, թեպի վար, լերներեն թեպի վար, ջուրին բնական ընթացքը հոսելու բարձրութենեն թեպի ավելի ցած մագարտակ կլա։ Այստեղ հատվածը գսե, որ մարդիկ պիտի հոսին թեպի ուր, պիտի հոսին թեպի դերոջը դանը լերը, պիտի հոսին սովորական ընթացքին հագարակ, հոսանքին հագարակ։ Ինչու՞։ Որովհետև նկատած պիտի ըլլան, թե Աստծո դանը լերը քեր իշխան է, Աստծո դանը լերը առաջնահերթ է, քաշողական ուժ ունի։ Եվ ոչ թե միայն անհատը պիտի ելլե, ինչ գեղեցիկ է նկարագրությունը, անհատը չէ, որ իր անձին համար, իր շահին համար պիտի ելլե Աստծո դանը լերը, այլ միասին պիտի ելլեն։ Շատ ժողովուրդներ պիտի երթան ու ասեն, եկեք Եհովային լերը ելլենք, Հակոբին Աստծուն դունը ելլենք, որբեսի մեզի իր ճամփաները սորվեցնե եւ անոր շավիղներուն մեջ քալենք։ Ինչ գեղեցիկ նկարագրություն, ինչ հիանալի դեսիլք, իրարու քաչալերելով միասին հոսանքին թեմ տնել եւ այդպես Աստծո դունը լերը ելլել։ Մենք իբր հայեր ինչպես կքալենք։ Դերևս շատերս կքալենք հոսանքին թեմ, սակայն կքալենք մեր անձնական շահերուն համաձայն, կքալենք, որբեսի ես հասնիմ իմ հանգիստս, իմ խաղաղությունս, իմ եկեղեցիս, համայնքս, այն խումբին, որ կպատկանիմ եւ կամ կընդունիմ եւ կսեմ նաեւ իմ ընկերոջս, իմ քրոջս եւ եղբորս Քրիստոսով, որ եկուր միասին երթանք դերոջը դունը, միասին ելլենք, թեմ տնենք հոսանքին, որբեսի Աստուծմե միասին սորվինք, իրարու քաչալերելով հասնինք դերոջ տունը, որբեսի անոր ճամփաները իրմե սորվինք։ Ով է մեզ սորվեցնողը։ Այսօր ով է ուսուցիչը, որ յուրաքանչյուրիս իբր հայ անհատներ կսորվեցնե։ Խոսքս վարժարանի ուսուցիչներեն անտին է անշուշտ։ Այսօր ես եւ դուք որ մե կսորվինք։ Չենք սորվիր
աշխարհի մեծ գայսրություններեն, չենք սորվիր այն լուրերեն, որ ամեն օր գտիդենք եւ գեդակրկրվինք, չենք սորվիր զորությունը այս կամ այն գայանեն եւ կամ այս կամ այն խումբեն, երգրեն, կառավարիչեն, նախակահեն, ով է մեզի սորվեցնողը իբր Աստծո ժողովուրդ, որուն գտիմենք, որբեսի սորվինք։ Չենք կրնար, սիրելիներ, Աստծո թագավորությունը վայելել առանց իր իմաստությունը սորվելու միասին եւ կործատրելու։ Ինչ է Աստծո իմաստությունը։ Եվ այս հատվածին մեջ ինչպես կհասկանանք մեր սորվելիք դասերը։ Աստված իր հեղափոխությունը կհայտնի մեզի այսօր այս հատվածին ընդմեջեն։ Երբ կսե անոնք ժողովուրդները իրենց սուրերեն խոփեր եւ իրենց նիզակներեն հոդոցներ պիտի շինեն։ Ինչ գեղեցիկ է, թե բարձրապես սուրերը եւ նիզակները մեկ դիտնել չէ, անոնց մե հերու գենալ չէ, այլ սուրերը վերածել խոփերու եւ նիզակները վերածել հոդոցներու։ Մեկ խոսքով սուրին եւ նիզակին նպատակը հեղաշրջել, նպատակը հեղափոխել։ Ինչ է սուրին նպատակը։ Ինքնապաշտպանություն, վիրավորել ուրիշը, սուրով սպանել ուրիշը, իսկ խոփը ինչ է։ Եթե ճիշտ սուրը պիտի վերածենք խոփի, խոփը ո՞րն է։ Ուրեմն խոփը առօրին այս սրածայր երգատն է, որ անոնք որոնք հողը կմշակեն, հողին մեջ մտնելով կդարձնե հողը եւ ագոս կփանա։ Խոփը այն երգատն է, որուն միջոցով անց կրնա հողը մշակել եւ օգտագործել այս խոփը հունդերը ցանելու համար, որովհետեւ այնտեղ ջամփա բացվի ճուրը հասնելու համար։ Խոփը միջոց է կյանք տալու համար, հունդեր ցանելու, որանոնք մեծնան եւ բդուղ տան կյանք ըլլա։ Մեկ խոսքով Աստված կփոխանցե իր ժողովրդին Եսայի մարգարեի միջոցով, որ հեղաշրջենք այն արարկաները, որոնք կկործածվին մահվան, կկործածվին ուրիշին վնաս հասցնելու, վիրավորելու, կյանքը վերջացնելու թեպի մահ եւ անոնց վերածենք կյանք տալու կորձիկի։ Երկրորդ օրինակը, որ գուտա, դարձյալ նիզակն է, որ գիտեք, նեդ եւ նիզակ նույն նպատակին գծարայե սպանել, վիրավորել, ինքզինք պաշտպանելու նպատակով եւ կամ դիմացինին վնաս հասցնելու նպատակով։ Նիզակները վերածեցեք հոդոցի։ Հոդոցը ո՞րն է։ Դարձյալ բարձիզբանները կկործածեն հոդոցը։ Բարձիզբանի այդ մգրատն է, որ կկործածվի հոդելու դարբեր բույսեր, նամանավանդ ձարեր կհոդվին, անգլերենով pruning, որբեսի այս ձարը իր հարմար ժամանակին լավ բդուղդա։ Բարձիզբաններ կհոդեն, որբեսի ձարը ապրի եւ կյանք ունենան, անոնք որոնք կօգտվին այս սարեն։ Սիրելիներ, մահվան կորձիկները վերածել կյանք տվող կորձիկներու։ Մարգարեն գշարունակե սելով, ասկ ասկի վրա սուր պիտի չվերցնե եւ ալ բادرազմ պիտի չսորվին։ Ճշմարտաբար մեր այսօրվա իրավիճակը եւ մարդկային պատմության իրավիճակը անցնող
հարյուրավոր դարիներու ընթացքին բادرազմ սորվելու իրավիճակ է։ Երբ կհավատանք, թե միայն զենք ունեցողը քաչն է եւ գահղթ է, երբ կհավատանք, թե միայն ուրիշին վնաս հասցնողն է, որ գրնա իր իրավունքները պաշտպանել եւ դեղը հասնել, երբ գնայինք մեր անցյալի եւ յուրաքանչյուր դարաշրջանին, դարին 2 կամ 3 անգամ հանգարց նոր լոզունգներ գտնունենք եւ այդ լոզունգները գործածենք, գհիշենք 1-2 անգամ ինչ է բադահածը եւ գնայինք, թե արդյոք մենք ինչ պիտնենք, որբեսի այսօր մեր իրավունքները պաշտպանենք։ Հասկանալի է, աշխարհին դված ծևերը, միջոցները բնական են, որի પર մարդիկ նաև անոնցում են մենք աստվինք, սակայն ադ աստվածայինը չէ։ Աստվածային հեղափոխությունը, որ մեզի գուկա այսօր այս հատվածին ընդմեջ են, շատ հստակ է։ Միասին հոսանքին հագարակ երթանք թեպի իրեն։ Միասին մեր ունեցած մահվան գործիքները հեղաշրջենք կյանք տվող գործիքներու։ Միասնաբար թշնամութենե հերու գնանք եւ ալ բادرազմ չսորվինք։ Այո, հասկանալի է, դերևս ինձ պիտի այսօր այս բոլորը պատկամ է, որ Աստված Եսայի մարգարեին տվավ եւ մարգարեն նաեւ փոխանցեց, սակայն այս բոլորին փայերուն գործածությունը աբարնի է։ Պիտի ըլլա, օրը պիտի կա որ ըլլա, Աստծո թագավորության մեջ այո, այդպես պիտի ըլլա, սակայն այսօր մենք ինչ ընելու ենք։ Այս 4 համարներեն ետք, որոնք աբակայի մասին գխոսին, դեսիլք մգուդան մեզի, իբր իր ժողովուրդը, 5-րդ համարը Աստված ներգա, փայի վիճակով գխոսի եւ գսե, ով Հակոբի դուն, եկեք դերոջը լույսովը քալենք։ Ոչ թե պիտի քալենք, ոչ թե այն թագավորության ընթացքին դերոջը լույսի մեջ պիտի լանք, եկեք հիմա ներգայիս այսօր դերոջը լույսովը քալենք։ Ով է դերոջը լույսը։ Միայն ինք դեր Հիսուս Քրիստոս։ Հովանու ավետարանի մեջ դեր Հիսուս Քրիստոս ինչ ասավ իր լսողներուն, ասավ ես եմ աշխարհի լույսը, ան որ իմ ետևես կուկա, խավարի մեջ պիտի չկալե, հաբա գենաց լույսը պիտի ունենա։ Դեր Հիսուս արդեն իսկ ինք ասավ, որ ինքն է աշխարհի լույսը։ Երբ Աստված մեզի գհրավիրե եւ գսե որ ով ժողովուրդ իմ լույսիս մեջ քալեցեք, գհրավիրե յուրաքանչյուրիս այսօր ընդունելու Դեր Հիսուս Քրիստոսը, որ աշխարհին լույսն է եւ այս լույսին հետ գալելու, ոչ թե ժամանակավոր լույսերը, որ վիճակները, նեղությունը, դարաբանքը, ձեձը, սովը, խնդիրները, անօրենությունն ու մեղքը մեզի գտան, այլ Դեր Հիսուս Քրիստոսի հետ քալենք աշխարհի լույսը, որովհետև երբ իրեն հետ քալենք, խավարի մեջ չենք կրնար քալել, այլ կյանքի գենաց լույսը պիտի ունենանք։ Արդեն իսկ Մատթեոս ավետարանին մեջ Դեր Հիսուս իր հետևորդներուն նույնը չսավ իրենց, թուգեք աշխարհի լույսը, թուգեք աշխարհի լույսը, որ գտրվի բարձր դեղ, ոչ թե գբահվի, բարձր դեղ գտրվի ինչու, որպեսզի լույս սավորե դան մեջ եղողները։ Նույն ծևալ մենք, եթե իբր հայեր, հայ անհատներ, միասին իբր հայ ասկ, առաջին քրիստոնյա ժողովուրդ, որոշենք ցերկ-ցերկի դալով քալենք Դեր Հիսուս Քրիստոսի հետ, որ աշխարհին լույսն է, եւ աս լույսեն ստանալով մենք ալ իր լույսը սփրենք, ծոլացնենք աշխարհին 4 կողմը, որբեսի իմ ընկերս ալ, իմ քույրս, եղբայրս ալ Քրիստոսով ինքն ալ լուսավորվի, քաչ վստահելով եւ հավատալով այս խոսքին,
որ մենք ալ հրավիրված ենք Հիսուսի նման եւ իրեն հետևելով աշխարհին լույսը ըլլալու, լույս տալու բոլոր դանը մեջ եղողներուն։ Եկեք այսօր 111 տարիների ետք միշտ կշարունակենք ցավիլ, այո, երբ այդ պատկերները գտեսնենք, երբ կհիշենք իրականությունը, որ եղած է, երբ վկայությունները կլսենք մահվան, սպանության, բռնապարության, աս անկուտ իրավիճակներուն թեմ հանդիման կգենանք, մենք մեզի հարցնենք, արդյոք միան այս եղելություններն են, որ պիտի նկատենք։ Կամ այսօր քաջալերված Աստուծո խոսքին ընդմեջ են եւ Եսայի մարգարեին միջոցով, որ մեզի կդրվի, մենք այսօր պիտի նկատենք, որ առաջնահերթը մեզի համար ալ Աստծո դունն է եւ ոչ ուրիշ բան, ոչ անձնական շահ, ոչ թրամ, ոչ ըստացվածք եւ կամ համբավ։ Մենք պիտի նկատենք, որ Աստծո դունը երբ առաջնահերթ է, ես կհրավիրեմ իմ տրածիս միասին երթալու, հոսանքին թեմ տնելու, չարեն սորվածներեն հերու մնալով թեպի Աստված քալելու, որբեսի աստվածային հեղափոխությունը իմ կյանքիս մեջ կատարեմ։ Այն նիզակները, այն նետերը, այն մահվան գործիքները, որ ես ունիմ, հեղաշրջեմ Աստծո հրաշքներով, կյանք տալու, կյանք տվող գործիքներ վերածեմ եւ հերու մնամ թշնամութենե, պատերազմ չսորվելով նաեւ չսորվեցնեմ, որովհետեւ այս բոլորը ինձի արիտ են, մեզի արիտ են այսօր դերոցմով քալելու աշխարհի լույսին հետ, դեր Հիսուս Քրիստոսին հետ եւ իրեն միջոցով մենք իբր հայ ասկ մեր առաքելությունը ճանչնալ է ետք նաեւ լույս սպրենք աշխարհին եւ թող Աստված ստեղծիչ ու արարիչ ամեն օր զորացնե մեզ իր ներկայությամբ, որբեսի թշնամությունները եւ պատերազմները չգրկնվին եւ որբեսի մենք բաժար չդառնանք ինչ որ թուրքը 111 տարիներ առաջ չհաջողեցավ կատարել քրիստոնեության բնաճնչումը։ Աղոթենք։ Կխոնարհենք քո առջևդ մեր Հայր Աստվածը, քեզի գուքանք այսօր եւ քեզի կպերենք այն արհավիրքները, անօրենությունը, մեղքերը, չարագործությունն ու սպանությունը, որուն չես հաջիր, որը չես ուզեր եւ կհանդիմանես քո խոսքիդ մեջ։ Քեզի կպերենք անոնք խնդրելով, որ դու զորացնես մեզի, մեր հայացքը նայված կանոս մե հերու զեդեղելով միշտ նայենք քեզի, գիտնանք, ընդունենք եւ հավատանք, թե միայն դու ես առաջնահերթ մեր սրդին, մեր մտքին եւ էության։ Զորացուր եւ քաջալեր է, որ ամեն օր, նամանավանդ երբ մահը գզարդե մեր կյանքին թերները, կարծած մնանք այն կյանքին եւ այն լույսին, որ դուն գուդաս մեզի դեր Հիսուս Քրիստոսի միջոցով, հիշեցուր, թե դու ես դեր եւ փրկիչ մեր կյանքին, մեր մտածելակերպին, մեր գործերուն եւ հեղափոխության։ Կխնդրենք քեզ նաեւ, որ քո խնամքիդ դակ առնես հայ ասկը, սփռված աշխարհին 4 կողմը եւ կամ հայրենիքի մեջ, որբեսի հիշելով մեր առաքելությունը կարճած մնանք միմիայն քեզի, հիմա եւ միշտ։ Ամեն։